Ողջույն մեր սիրելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք «Տուն-տեղ» հեռուստանախագծի երկրորդ թողարկումը։ Այն նշանակում է, որ մենք արդեն մեկնարկը տվել ենք եթերաշրջանի եւ մինչեւ ամռան շոկ ամիսներ եթերում ենք լինելու։ Ինչպես եւ խոստացել ենք, այս եթերաշրջանում մենք ցուցադրելու ենք բազմաթիվ դիզայն ցուցահանդեսներ միջազգային եւ այցելելու ենք մեր նոր գործընկերների։ Վստահ եմ, մեր նոր ձևաչափային խորագրերը ձեզ շատ կհետաքրքրեն, քանի որ շատ բան ունեք սովորելու այս եթերաշրջանում։ Դե ինչ, բարի եթեր մեզ եւ բարի դիտում ձեզ։ Ողջույն մեր բոլոր հեռուստադիտողներին, «Տուն-տեղ» հեռուստանախագծի եթերում հատուկ հեռուստատեսային ձևաչափի խորագիրն է, խորագիր սանտեխնիկների համար։ Եվ այս խորագրի հիմնական հերոսը եւ իմ գործընկերն է մեր գլխավոր հովանավոր United Technical Service ընկերության Grohe մասնագիտացված կենտրոնի նախագծերի եւ սերվիսի մենեջեր Ռոմանը։ Ողջույն Ռոման։ Ողջույն Գարուն։ Այսքան երկար տեքստից հետո ինձ մնում է հարցնել, սա ինչ է Ռոման։ Սա Grohe Smart Box-ն է։ Բոլոր ներկառուցվող համակարգերի ներկառուցվող մասն է, հիմքը։ Եթե ճիշտ եմ հասկանում, Ռոման, սա այն դետալն է, որ երբեք չենք տեսնում։ Այո, սա վերանորոգման ընթացքում ամրացվում է կամ թաքնվում է պատի մեջ, հա։ Այո։ Որը կարգավորում է ինչ է, հիմնական սա ինչն է կարգավորում։ Սա ներկառուցվող մասն է, տեղադրվում է պատի մեջ, հետո հավաքվում է վրան խառնիչը։ Այո։ Ապա խառնիչից ցնցուղը եւ ծորակը, ճիշտ եմ հասկանում։ Այո, վերևի ցնցուղ, ձեռքի ցնցուղ։ Նախքան պատի մեջ տեղադրելը հստակ ֆիքսեք, թե քանի ջրի ելք եք օգտագործելու։ Rapido Smart Box-ը թույլ է տալիս միացնել մինչև 3 ելք։ Օրինակ վերին ցնցուղ, ձեռքի ցնցուղ եւ լոգարանի ծորակ։ Հայաստանում հաճախ է օգտագործվում երկու ելքի տարբերակը, բայց կարևոր է նախապես իմանալ վերջնական կոմպլեկտավորումը։ Rapido Smart Box-ի տեղադրման ժամանակ ամենակարևոր գործիքը հարթաչափն է։ Smart Box-ի վրա առկա են հատուկ հարթություններ, որոնց վրա հարթաչափը դնելով կարող եք ապահովել տուփի կատարյալ հորիզոնական եւ ուղղահայաց դիրքը պատի մեջ։ Սա անհրաժեշտ է, որպեսզի վերջնական փուլում վահանակը եւ կոճակները լինեն սիմետրիկ եւ համահունչ սալիկի կարերին։ Նույնիսկ եթե տեղադրման ժամանակ թույլ է տրվել փոքր շեղում, Grohe-ի ֆունկցիոնալ բլոկը թույլ է տալիս ուղղել դիրքը մինչև 6 աստիճան, երկու ուղղություններով։ Սա բացառիկ առավելություն է, որը թույլ է տալիս ստանալ կատարյալ արդյունք անգամ բարդ պայմաններում։ Հայաստանյան ստանդարտներում երբեմն հանդիպում են սխալ միացված ջրագծեր, սակայն Grohe համակարգում սխալվել չի կարելի։ Սառը ջուրը միշտ միացվում է ներքևի աջ կողմից, տաք ջուրը միացվում է ներքևի ձախ կողմից։ Ուշադրություն, սխալ միացման դեպքում թերմոստատը չի աշխատի եւ ստիպված կլինեք քանդել պատը։ Մինչև պատը վերջնական փակելը պարտադիր միացրեք ջուրը եւ համոզեք, որ բոլոր միացումները հերմետիկ են եւ չկա որևէ կաթոց։ Անպայման օգտագործեք տուփում ներառված պաշտպանիչ թաղանթը, որպեսզի կանխեք խոնավության ներթափանցումը պատի մեջ։ Հիշեք, որ ճիշտ նախապատրաստումը եւ հարթաչափով ճշգրիտ աշխատանքը երաշխավորում են համակարգի անխափան աշխատանքը եւ ձեր լոգասենյակի անթերի տեսքը։ Ռոման, այսինքն եթե ճիշտ եմ հասկանում, սա այն դետալն է, որը տաք եւ սառը ջուրն է խառնում ցնցուղային համակարգի համար եւ նաեւ ծորակի համար։ Կարեն ջան, եթե նախկինում ներկառուցվող մեխանիզմները լինում էին տարբեր, ամեն մեկը ուներ իրանը, սա արդեն ունիվերսալ է։ Սա ցանկացած Grohe-ի ներկառուցվող համակարգի համար կարող է աշխատել։ Առաջարկում եմ, որպեսզի մեր տաղավար բերենք որևիցե ներկառուցվող ցնցուղ կամ որն է դու ամենից շատը սիրում, չգիտեմ։ Եվ արդեն այդ օրինակի վրա շարունակենք մեր զրույցը։ Բայց սկզբում չմոռանաս մեր ձեռնոցների մասին։ Խնդրում եմ մոտեցնել ցնցուղը։
Ռոման միջդեռ մեզ կմոտեցնեն ցնցողներից որևիցե մեկը, խոսենք ելքերից եւ մուտքերից, հա, սրանց մասին է խոսքը։ Եկեք ցույց տամ Կարեն ջան։ Ներքևի հատվածում ջրի մուտքերն են։ Որպեսզի մեր հերոստատիտողները նույնպես տեսնեն, հա։ Տաք եւ սառը ջրերի մուտքերն են եւ ունի 3 ելք։ Ելք։ Վերևի ցնցուղ, ձեռքի ցնցուղ, լոգարանի համար եւ կարող է սա օգտագործվել այն դեպքում, երբ որ վերևի ցնցուղը 2 ռեժիմանոց է լինում։ Ահա, 2 ռեժիմի ունենում, շատ լավ։ Դե ինչ եկեք մոտեցնենք ցնցուղները, խնդրում եմ մոտեցնել։ Ես այդ unboxing-ի ամենահաճելի պահը կվայելեմ։ Ահա, ինչն է սա, որ դետալն ենք բացում, խառնիչն ենք բացում։ Դուք միջի այդ կարող եք մոտեցնել նաև ցնցուղը, գլխիկը։ Ամենը շատ գեղեցիկ։ Դետալներ։ Սենց այս է ելնում է։ Ահա, նույնիսկ սա է մտածված։ Այո։ Շատ լավ։ Դու կարող ես ցնցուղը բացել։ Ցնցուղի գլխիկը ես տեսնեմ, սա որ դետալն է։ Սա խառնիչն է։ Սա խառնիչն է։ Եվ բռնակով եւ Օ, շատ գեղեցիկ գույն է, սա գրաֆիտ, եթե չեմ սխալվում։ Այո, ամուր ամփայլ գրաֆիտն է սա։ Շատ գեղեցիկ է։ Սա արդեն դետալներն է, ճիշտ եմ հասկանում։ Սա 3 ռեժիմներ են, օրեն, ակտիվ եւ բետա։ Եվ սա նույնպես ինչպես գրոյի բոլոր ցնցողները ունեն ինքնամաքրման տարբերակ, այո։ Այո, սիլիկոնից են։ Այո։ Եվ շատ Ֆասոնկաները բոլորը մատի սիլիկոնից են։ հպումով կարելի է մաքրել հայկական այն կրաքարերը, որոնք մնում են ցնցողի մեջ եւ ժամանակի ընթացքում բարթանում է ցնցողի ամբողջ հոսքը։ Ունենք այլ դետալներ, որ պետք է ցույց տանք։ Վերևի ցնցուղը։ Եկեք ցույց տանք անպայման։ Ահա։ Սա հիմնական այն ցնցուղն է, որը հիմա ցույց տամ։ Չափսը նայեք, մեծությունը նայեք։ Իսկապես շատ գեղեցիկ է եւ ամբողջությամբ իր անվանը համապատասխանում է Sauer 310 մոնո տարբերակն է, այսպես գեղեցիկ 31 դիամետրով։ Սա որ եթերից հետո անհետանա, երևի մեր տանը կհայտնվի։ Ռոման, ինչ հատուկ խորհուրդ կա սանտեխնիկների համար այս համակարգի տեղադրման այս տուփի։ Ես խորհուրդ կտամ տեղադրելիս հաշվի առնել սխեման, անպայման տեղադրել նշված սխեմայով։ Ահա, որը պատկերված է հենց տուփի վրա, այսինքն կարելի է հետևել եւ ճիշտ տեղադրել։ Լավ, իմ վերջի հարցը խնամքին է վերաբերում, որովհետեւ տեսնում ենք իսկապես շատ գեղեցիկ մակերևույթ է, բայց հայկական ջուրը գիտենք, որ հետքերը թողմարցուկ այս հարցը լուծելի է ձեզ համար։ Միանշանակ մենք ունենք հատուկ մաքրման միջոց, որը որ կոչվում է Grow Clean։ Ահա։ Խորհուրդ ենք տալիս խնամել Grow Clean-ով։ Եվ այն մեղմ խնամք է։ Այո, միշտ այս տեսքը կպահպանվի։ Հաշալի է, կարծում եմ, սա շատ կարևոր պահ է, որովհետև շատ հաճախ խուսափում են, հա, նմանատիպ մակերևույթներից, հենց այդ պատճառով, որ կարող է վնասվել եւ տեսքից ընկնել։ Ռոման, այս տուփը տեղադրելու համար որքան խորություն է պետք պատի։ Կարեն ջան, մինիմումը 75 մմ է եւ մաքսիմումը 100 մմ։ Եվ կարելի է տեղադրել գեղեցիկ, թաքցնել։ Այո։ Սա պաշտպանի ճիշտ թաղանթն է, սա ըստ ձեր վերջնական պատի կտրվել։ Այո, ահա, շատ լավ։ Ռոման, ինչպես հասկացա, կարծում եմ բոլոր այն հաճախորդների ամենավատ մղձավանջը, որ երբևիցե կարող է ներկառուցվող համակարգերից արտահոսք լինի, ինչը շատ է վախեցնում բոլորին, այս տուփը մեզ ապահովում է, որպեսզի նման խնդիրներ չունենանք, ճիշտ եմ հասկանում։ Եվ նշեմ Կարեն ջան, որ ամենակարևորը ճիշտ մոնտաժ անելն է եւ ամենակարևորը որակյալ խողովակներով եւ դետալներով մոնտաժ անելը։ Իսկ եթե ուզում եք ծանոթանալ պրոդուկտների ավելի մանրամասն, չափսերին, արժեքներին եւ մնացած պարամետրերին, կարող եք այցելել shop.grohe.am առցանց խանութ սրահ, ծանոթանալ եւ անպայման գնել։ Շնորհակալ եմ Ռոման, կարծում եմ այս հերթատեսային ձևաչափով մեր խորագիրը շատ օգտակար է, որովհետեւ շատերը ունեն բազմաթիվ հարցեր եւ ստանում են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները հենց այս ձևաչափով։ Շնորհակալ եմ։
Տոգաս ընկերության խումբը այսօր նշում է իր 100-ամյակը։ Ընկերություն, որի արմատները ձգվում են մինչև 20-րդ դարի սկզբի Հունաստան։ Այս ընկերությունը ներկայացնում է տանտեքստիլի շքեղ եւ արդիական աշխարհը։ Տոգաս ընկերության պատմությունը սկսվում է առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Երիտասարդ եւ տաղանդավոր Իլյաս Տոգասը բացում է փոքր ատելյե, որտեղ աշխատում է որպես դերձակ։ Իսկ 1970 թվականին բիզնեսը փոխանցվում է Տոգասի որդիներին՝ Պավլոսին եւ Դիմիտրոսին։ Օգտագործելով գործարանի հզորությունները եւ հորի ստացած եզակի գիտելիքները, նրանք ստեղծում են ասեղնագործ տնային տեքստիլի նոր հավաքածուներ։ 1995 թվականին Կոստաս Տոգասը նախաձեռնում է ընկերության մուտքը միջազգային շուկա։ Բացառիկ սպասարկումն ու անհատական մոտեցումը դառնում են Տոգասի ռազմավարության առաջնահերթությունները։ Իսկ այսօր Տոգաս ընկերությունը 140 բուտիկ եւ ատելյե է ներկայացնում աշխարհի 18 երկրներում։ Բարձրորակ նյութերի եւ նուրբ դիզայնի համադրությամբ Տոգասը ստեղծում է յուրահատուկ հավաքածուներ, վերափոխելով տեքստիլ դեկորի մասին պատկերացումները, դառնալով այս ոլորտի նորաձևության միտումներ թելադրող։ Բարև ձեզ, ես Նելի Կարապետյան եմ, Տոգաս խանութ սրահի վիզուալ մերչենդայզերը։ Այսօր տուն տեխնախագծի շրջանակներում կխոսենք ձեզ հետ Տոգաս խանութ սրահներում ներկայացվող սրբիչների տեսականու մասին։ Դրանք ոչ միայն ապահովում են հարմարվետություն, այլև ստեղծում են իրական սպա մթնոլորտ ձեր տանը։ Պապկություն, ջերմության եւ նուրբ խնամքի շնորհիվ։ Ձեր լոգասենյակի համար անհրաժեշտ հիմնական արտադրանքներն են սրբիչներ, խալաթներ, լոգասենյակի գորգեր։ Յուրաքանչյուր տար նախատեսված է ձեր առօրյան ավելի հարմարավետ եւ հաճելի դարձնելու համար։ Սրբիչային գործվածքը հայտնի է իր բացառիկ փափկությամբ եւ խոնավություն կլանելու բարձր հատկությամբ։ Այն նրբորեն շփվում է մաշկի հետ, ապահովելով հաճելի զգացողություն յուրաքանչյուր օգտագործման ժամանակ։ Որակի հիմնական չափանիշներն են՝ խտությունը։ Խտությունը ցույց է տալիս, թե որքան կտոր է օգտագործում 1 մետր քառակուսի սրբիչ պատրաստելու համար։ Սովորաբար այն տատանվում է 300-ից 1000 գրամ սահմաններում։ Ամենատարածվածներից են 450-ից 600-ը, բայց Տոգաս խանութ սրահներում օգտագործվում են 450-ից մինչև 800 գրամ խտություն ունեցող սրբիչները։ Որքան բարձր է խտությունը, այնքան լավ է սրբիչը կլանում խոնավությունը։ Ուշադրություն, 320-ից եւ պակաս խտություն ունեցող սրբիչները արագ մաշվում են։ Մյուս կարևոր չափանիշը գործվածքի տեսակներն են՝ մոդալ, բամբուկ եւ բամբակ։ Բամբակը բնական, դիմացկուն եւ էկոլոգիապես մաքուր նյութ է, բարձր կլանող հատկություններով։ Այն թույլ է տալիս մաշկին շնչել, չի կուտակում ստատիկ լիսկ եւ երկար պահպանում է թարմությունը։ Բամբակյան մարաթելը փափուկ է, չի գրգռում մաշկը եւ լավ է պահպանում իր տեսքը, նույնիսկ բազմաթիվ լվացքներից հետո։ Իսկ մոդալը ստացվում է հաճարենու մարաթելից եւ ամբողջությամբ հիպոալերգեն է։ Այն շատ թեթև է եւ միաժամանակ ամուր։ Մոդալից պատրաստված սրբիչները չեն փոքրանում եւ մնում են փափուկ նույնիսկ երկար օգտագործումից հետո։ Դրանք կլանում են մինչև 50% ավելի խոնավություն, քան բամբակը։ Իսկ մյուս նյութը բամբուկը բնական նյութ է հակաբակտերիալ հատկություններով։ Այն շատ փափուկ է եւ հիշեցնում է մետաքսը։ Հարմար է զգայուն մաշկի եւ երեխաների համար։ Բամբուկի սրբիչները չեն կորցնում իրենց հատկությունները անգամ բազմաթիվ լվացքներից հետո։ Կարևոր են նաև դեկորատիվ տարրերը, ժապավենային եզրագծերը, ժակարդային մարաթելերը, ժակարդային հյուսվածքները եւ ասեղնագործության տարրերը։ Ճիշտ խնամքը կօգնի երկար պահպանել սրբիչի փափկությունը եւ տեսքը։ Առաջի օգտագործումից առաջ լվացեք։ Մի օգտագործեք փափկեցնող միջոցներ, լվացեք նույն գույների հետ եւ 30-ից 60 աստիճան ջերմաստիճանում։ Մի չորացրեք չորանոցում, մի արթուկեք, չորացրեք միայն բնական պայմաններում։ Ողջույն, ես Սահակն եմ, ներկայացնում եմ Տինտակոլ ընկերությունը։ Շատ ուրախ եմ, որ մենք շարունակում ենք համագործակցությունը տուն-տեղ նախագծի հետ։ Այսօրվա եթերում մենք ներկայացնելու ենք եւ փորձարկելու ենք L20 Fill Joint գիպսաստվարաթղթի համար նախատեսված լուծումը, նաեւ G07 կարանյութը։ Ճաքեր, անցքեր, անհարթություններ վեանորոգման ամենատարածված խնդիրները, բայց հիմա կա պարզ եւ արդյունավետ լուծում։ Ներկայացնում ենք բարձրորակ պատրաստի օգտագործման ծեփամածիկ,
որը նախատեսված է ճաքերի, անցքերի եւ բացվածքների արագ եւ հուսալի լցման համար։ Թեթև քաշի եւ հատուկ հավելանյութերի շնորհիվ այն հեշտ է կիրառվում եւ ապահովում է կատարյալ հարթ մակերես։ Լցնում է մինչև 5 սմ խորությամբ բացվածքներ, առանց հետագա ճաքերի առաջացման։ Չի նստում, չի ծռվում եւ չի թողնում բծեր չորանալուց հետո։ Հարմար է տարբեր հիմքերի համար՝ գիպսաստվարաթուղթ, բետոն, գաչ, սվաղ, ինչպես նոր, այնպես էլ արդեն ներկված մակերեսների վրա։ Պատրաստ է օգտագործման համար, առանց խառնման, առանց ավելորդ ժամանակի կորստի։ Էկոլոգիապես մաքուր, անվտանգ եւ բարձրորակ լուծում, համապատասխան եվրոպական բոլոր ստանդարտներին։ Հարթեցրու հեշտ, աշխատիր վստահ, ընտրիր պրոֆեսիոնալ արդյունք։ Այժմ խոսենք G07 կարանյութի մասին։ Սալիկի գեղեցկությունը միայն սալիկը չէ, կարևոր են նաև կարերը։ Ներկայացնում ենք G07 Prime Ground կարանյութը, ցեմենտային հիմքով, օսմոտիկ էֆեկտով նոր սերնդի լուծում եւ ցածր ջրակլանելիություն, ինչի շնորհիվ կարերը մնում են դիմացկուն, մաքուր եւ գունային կայուն։ Հարմար է բոլոր տեսակի սալիկների, խճանկարների եւ բնական քարի համար, ինչպես ներսի, այնպես էլ արտաքին աշխատանքներում։ Հարթ, պաստայի նման կառուցվածքը թույլ է տալիս հեշտ եւ արագ կիրառել, ապահովելով միատարր եւ գեղեցիկ վերջնական արդյունք։ Չի առաջացնում աղային բծեր, դիմանում է խոնավությանը եւ ջերմաստիճանային փոփոխություններին՝ -30-ից +90 ջերմաստիճան։ Համապատասխան է եվրոպական EN 13888 ստանդարտին, որովհետեւ կատարյալ արդյունքը մանրուքի մեջ է։ Հուսամ մեր խորհուրդները ձեզ օգտակար եղան եւ դուք այն կկիրառեք ձեր շինարարական աշխատանքների ժամանակ։ Եթե այս տեսանյութից հետո դուք հարցեր ունենաք, կարող եք դիմել մեր մասնագետներին։ Ողջույն, Տոնտեղ հեռուստանախագծի եթերում նորից ես եմ, Քրիստինան, Smart Design խորագրի ներքո, որի մեկնարկը տրվեց նախորդ հաղորդաշարի ընթացքում։ Այսօր խոսելու ենք smart լուծումների մասին։ Պարզ, հասկանալի լեզվով, առանց բարդ տերմինների։ Երբ ասում ենք խելացի տուն կամ smart համակարգ, շատերը պատկերացնում են առանձին սարքեր, լույսերի կառավարում հեռախոսով կամ տեսախցիկներ, բայց իրականում smart լուծումները շատ ավելի լայն հասկացություն են։ Դրանք ամբողջական համակարգ են, որոնք միավորում են տարբեր ինժեներական եւ տեխնոլոգիական բաղադրիչներ, մեկ միասնական կառավարման համակարգի ներքո։ Այս լուծումները մենք կիրառում ենք 3 հիմնական ուղղություններով։ Առաջինը՝ բնակարաններ եւ առանձնատներ։ Այս դեպքում smart համակարգերը հիմնականում ապահովում են հարմարավետություն։ Օրինակ, լույսերի ավտոմատ կառավարում, ջերմաստիճանի կարգավորում, վարակույրների բացում եւ փակում ավտոմատ կերպով, անվտանգության համակարգեր։ Բայց ամենակարևորը այս ամենը աշխատում է միասին, ոչ թե անջատ։ Երկրորդ ուղղությունը հյուրանոցներն են, այսպես կոչված GRMS համակարգերը։ Այստեղ smart լուծումները ունեն մի փոքր այլ նպատակ։ Բացի հարմարավետությունից շատ կարևոր է նաև էներգիայի արդյունավետ օգտագործումը։ Օրինակ, երբ սենյակում հյուր չկա, համակարգը կարող է ավտոմատ անջատել լույսերը, նվազեցնել օդորակման աշխատանքը եւ խնայել ռեսուրսները։ Միևնույն ժամանակ հյուրի համար ամեն ինչ մնում է հեշտ եւ հասկանալի։ Երրորդ ուղղությունը բիզնեսի եւ կոմերցիոն տարածքների ավտոմատացումն է։ Սա կարող է լինել գրասենյակ, ռեստորան, խանութ կամ ցանկացած այլ բիզնես միջավայր։ Այստեղ smart լուծումները օգնում են կենտրոնացնել կառավարման գործընթացը, նվազեցնել մարկային սխալների հավանականությունը եւ բարձրացնել ընդհանուր արդյունավետությունը։ Այժմ կարևոր մի հարց. ինչ տարբերություն կա լարային եւ անլար համակարգերի միջեւ։ Մենք Team Systems-ում աշխատում ենք երկուսի հետ, կախված նախագծի պահանջներից։ Լարային համակարգերը սովորաբար օգտագործվում են նոր կառուցված շենքերում կամ մեծ նախագծերում։ Դրանք ավելի կայուն են, ավելի ինտեգրված եւ նախատեսված են երկարաժամկետ օգտագործման համար։ Անլար համակարգերը ավելի ճկուն են։ Դրանք հարմար են արդեն կառուցված տարածքների համար, որտեղ հնարավոր չէ մեծ փոփոխություններ անել։ Այսինքն դուք կարող եք ձեր տունը դարձնել խելացի, առանց մեծ վերանորոգման եւ ներդրման։ Կարևոր է հասկանալ, որ ճիշտ լուծում ընտրելու համար պետք է գնահատել կոնկրետ տարածքը, բիզնեսի տեսակը եւ օգտագործման նպատակը։ Չկա մեկ ընդհանուր լուծում բոլորի համար։ Յուրաքանչյուր նախագիծ անհատական է եւ հենց այստեղ է կարևոր համակարգային մոտեցումը։
Մենք ոչ թե պարզապես սարքեր ենք առաջարկում, այլ լուծում, որը աշխատում է որպես մեկ ամբողջություն։ Smart համակարգերի հիմնական արժեքը նրանում է, որ դրանք պարզեցնում են ձեր կյանքը։ Դրանք աշխատում են ձեզ համար, ոչ թե դուք նրանց համար։ Հաջորդ հաղորդման ընթացքում մենք ավելի մանրամասը կխոսենք այս թեմայի շուրջ։ Ինչպես են smart լուծումները ինտեգրվում բիզնես միջավայրում եւ ինչպես են ավտոմատացվում ամբողջական շենքերը։ Բաց մի թողեք հաջորդ հաղորդումը։ Ձեզ հետ է Քրիստինան։ Տունտեղ հերոսանախագծի այս խորագրում մենք մշտապես հանդիպելու ենք նկարիչ, դիզայներ Արամ Դանելյանի հետ, ում հետ միասին քննարկելու ենք ոչ միայն ինտերիեր եւ էքստերիեր դիզայնը, այլ նաեւ գեղանկարչությունը։ Ողջույն Արամ։ Ողջույն Կարեն։ Արամ, ինչպես եւ մեր անդրանիկ թողարկման ընթացքում նշել ենք, մենք շատ շուտով մեկնելու ենք Միլան եւ մեր շրջագայության ընթացքում ներկայացնելու ենք մեր բոլոր հանդիպումները, հա, մեզ հետաքրքրած բոլոր այն բրենդները, ապրանքները, որ տեսնելու ենք միջազգային փառատոնի ընթացքում։ Այ հիմա այսօր խոսելու ենք նույն այդ միտումներից, որ Հայաստանը վերջի տարի ներմուծվում է։ Այն, ինչ ունենք մենք Հայաստանում, չեք կարծում, իսկապես ակտուալ է ժամանակին զուգահեռ է քայլում, թե ամեն դեպքում մենք միշտ մի քայլ հետ ենք ժամանակակից ինտերիեր դիզայնի միտումներից։ Կարեն, մի քայլ հետ լինելը դա վատ ցուցանիշ չի, եթե մենք մի քայլ ենք հետ աշխարհից, դա ուրեմն բավականին բարձր լեվելի վրա ենք։ Միանշանակ հնարավոր չի համեմատվել քայլերով Եվրոպայի, Միացյալ Նահանգների կամ այլ նման երկրների հետ, որտեղ որ ինտերիեր դիզայնը երևի 100-ամյա պատմություն ունի, այնուամենայնիվ ես կարող եմ վստահորեն նշել, որ հայկական շուկան ինտերիեր ինդուստրիայում, ինտերիեր աշխարհում բավականին ինտենսիվ զարգացում է ապրում եւ ամեն օր մենք ծանոթանում ենք տարբեր ընկերությունների կողմից ներկրված նոր նյութերի հետ։ Դա բավականին լուրջ ցուցանիշ է Հայաստանի շուկայի համար։ Եկեք չտապենք դեռ նյութերից խոսենք դեռ ոճերից։ Եթե մի քանի տարի առաջ դիտարկենք, մենք տեսնում ենք, որ loft ոճը օրինակ, հա, շատ արագ տարածվեց գրեթե ամեն ուր հյուրանոցներում, սրճարաններում, ռեստորաններում եւ մինչեւ այսօր էլ որոշակի առումով ակտուալությունը պահպանվել է։ Բայց վստահ եմ դուք շատ հաճախ եք շրջագայում եվրոպական մայրաքաղաքներում եւ ոչ միայն եւ նկատում եք, որ շատ հաճախ պահպանում են, հա, նրանք այն հինը, որ ունեն, նույնիսկ այն վիճակով, որ այնքան էլ ցանկալի չէ, մեզ համար իհարկե, բայց նրանք պահպանում են արժեքավորելով այդ հինը։ Ինչն է հարցը, որ Հայաստանում գրեթե ոչ մի հոռեկա ոլորտի, հա, այսպես օբյեկտ երկար տարիներ չի գոյատևում նույն դիզայնով, անընդհատ փոփոխման է ենթարկվում, անընդհատ ռեբրենդինգի է ենթարկվում, ի՞նչն է պատճառը։ Ես կարծում եմ դա կախված է պահանջարկից, մեր բնակության, մեր քաղաքացիների սպառողների առաջարկից, շատ շուտ ենք հոգնում, շատ արագ ենք ուզում փոխել միջավայրը, պլյուս նրան, որ դեռ ոլորտը նոր է զարգանում եւ թափառնում, ես կարծում եմ մոտ ժամանակներս այդպիսի տենդենս դեռ կնկատվեն, հետագայում երևի ավելի հարմարվող, ավելի հինը պահող կամ վերակառուցող Ես նայեք, մշտապես նշում եմ, որ sophisticated դիզայնը, հա, ինչ որ վերապրած դիզայնը իսկապես Եվրոպայում արժեք ունի ու վերջերս էլ հետաքրքիր քննարկում ունեցա մեկ այլ հայտի դիզայների հետ, եվրոպացի, ով նշում էր, որ հենց ամբողջ հմայքը, հա, դիզայնի հենց դրա մեջ է, այսինքն ստեղծել մի բան, պահպանել եւ արժեքավորել։ Այնինչ օրինակ Հայաստանում մենք շատ հեշտությամբ ենք հրաժարվում, հա, որովհետև եթե հիշենք տարիներ առաջ ինչ գեղեցիկ սրճարաններ կային, որ հիշողության մեջ է մեր մնացել, բայց այսօր գնում ենք եւ տեսնում ենք, որ փոփոխությունից հետո կորցրել է, հա, այդ համն ու հոտը։ Ես կարծում եմ դրա համար ժամանակ է պետք, Կարեն, նորից ուզում եմ կրկնվել, դեռ ոլորտը նոր process-ների մեջ է Հայաստանում եւ պետք է գիտակցել, որ դիզայնը դա ոչ թե ժամանակավոր ինչ որ բնույթ է կրում իրենից, այլ պետք է մնայուն լինի, պահպանվի եւ ավելացնելուց կամ ինչ-որ մի բան փոխելուց հաշվի առնեն նրա ի սկզբանե ստեղծված նրա կողմից Այ հետաքրքիր է ձեր սեփական էվոլյուցիան որպես նկարիչ դիզայներ։ Դուք զգում եք ձեր վրա փոփոխություն վերջի 10 տարիների ընթացքում։ Իհարկե, միանշանակ։ Այնիշ օրինակ ձեզ ժամանակին դուր էր գալի, այսօր դուր չի գալիս։ Միանշանակ եւ գնալով շատ ավելի արագ է փոփոխվում այդ ամենը։ Ամփոփելով մեր երկրորդ թողարկումը, անպայման ուզում եմ ասեմ, որ այսօր աշխարհը ամեն ինչ է գրեթե դիզայնի մասին է։ Բայց մենք մեր հաջորդ թողարկման ընթացքում խոսել ենք ոչ միայն դիզայնից, այլ նաեւ որակից, որովհետեւ մեկը մյուսից չի կարող տարանջատվել եւ միանշանակ, եթե նույնիսկ շատ լավ դիզայն է, բայց չունի որակ յետևում, ապա
շատ արագ սպառի իրեն։ Շնորհակալ եմ Արամ, հետաքրքիր զրույցներ մեզ սպասում, կհանդիպենք։ Շնորհակալություն, ստեսություն։ Տուն-տեղ հեռուստանախագիծը սկսում է նոր համագործակցություն Noho Furniture ընկերության հետ։ Ընկերությունը մասնագիտացված է ցանկացած տեսակի փափուկահույքի պատվերով պատրաստման մեջ։ Այն առաջարկում է բարձրորակ եւ գործնական լուծումներ, համադրելով ժամանակակից դիզայնը, հարմարավետությունը եւ երկարակեցությունը։ Յուրաքանչյուր նախագիծ իրականացվում է բարձր պրոֆեսիոնալիզմով, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր մանրուքի։ Noho Furniture-ը պատրաստ է կյանքի կոչել նույնիսկ ամենանուրբ եւ յուրահատուկ գաղափարները, ապահովելով որակի, գնի եւ հարմարավետության օպտիմալ համադրություն։ Ընկերության արտադրամասում օգտագործվում են բացառապես բարձրակարգ եւ դիմացկուն նյութեր, իսկ յուրաքանչյուր պատվեր իրականացվում է ամբողջությամբ անհատական մոտեցմամբ, հաշվի առնելով ինչպես ինտերիերի պահանջները, այնպես էլ դիզայներների եւ հաճախորդների ստեղծագործական տեսլականը։ Եթե փնտրում եք վստահելի եւ ստեղծագործ գործընկեր, ապա Noho Furniture-ը հենց այդպիսին է։